Շնորհակալություն, որ հետևում եք մեզ, մենք ուղիղ եթերում ենք, ինչպես եւ հայտարարվել էր երեկվանից, այսօր իմ հյուրն է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Բարև ձեզ, պարոն Աշոտյան։ Շնորհակալություն, որ համաձայնվեք եւ ուղիղ եթերում լինել։ Ինչն է ուշագրավ, պատերազմ ենք վերջին անգամ հանդիպել ենք, պատերազմի 5 օր առաջ կարծեմ, 4-5 օր առաջ։ Հա, եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեցիք, ինչ որ իմաստով կանխատեսում եք թե ինչ պիտի, հա, տեղի ունենա եւ ասում եք որ Փաշինյանը դրա համար պիտի պատասխան տա եւ ասում եք որ Ալիևի հայտարարությունը հետևում երևում է, հա, տանկեր, թնդանոթներ, այսինքն պատերազմը մոտենում է մեզ։ Ինչն էր դա ձեզ հուշում, որ մենք կանգնած ենք դրա շեմին եւ եթե հիշում եք այն ժամանակ ինչ անհասկանալի պատասխաններ ու հայտարարություններ ու Հայաստանի կողմից, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից, խնդրեմ պարոն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, դուք շատ ճիշտ հիշեցիք, վերջին անգամ այստեղ հյուրընկալվել եմ պատերազմից 4-5 օր առաջ եւ խոսել ենք Արցախյան բանակցությունների տապալման, Նիկոլի եւ Ալիևի անհասկանալի մեղրամիսի եւ դրանից հետո եղած ֆլիրտի մասին։ Հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին իրեն կապված չկրակելու 18 թվականի սահմանին չկրակելու խնդրանքը Նիկոլ Փաշինյանի, որը պայմանավորված էր իր այն մտայնությամբ, որ Սահմանին հանգիստ լինի, որ նա երկրի ներսում լուծի իր ընդդիմախոսների հարցերը, այդ դեպքում այդ ժամանակ դա Հանրապետական կուսակցությունն էր, որը դեռ խորհրդարանական ֆրակցիա էր եւ նաեւ գնում էին ընտրությունների ու Նիկոլ Փաշինյանը վաճառեց Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը, Դուշանբեում ձեռբերված վերելակային պայմանավորվածությամբ նաեւ Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որպես պայմանավորվածություններ իր իշխանությունը վերարտադրելու համար։ Պատերազմը տեսանելի էր շատերի համար, այն որ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը 18 թվականի ապրիլին պայմանավորված էր Արցախյան հարցով, մեծ համար տեսանելի էր հենց առաջին իսկ օրվանից, ես հիշում եմ իմ ելույթը 18 թվականի մայիսի 1-ին ազգային ժողովի ամբիոնից, որտեղ մերժելով այդ սրիկայի տեխնատությունը որպես վարչապետ, ես տեքստով ասացի, որ չեմ Հանրապետության կործանման կամ Հայաստանի վերջին վարչապետը։ Ավաղ այդ կանխատեսումները ճիշտ էին մնացած բոլոր կանխատեսումները նույնպես։ Պատերազմը հասունացրել է, պատերազմը իր այս ծավալով, իր այս վերքերով, իր խորությամբ, դաժանությամբ ու տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, թե բանակցային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական ու անվտանգային բազմաթիվ գործած, վստահ եմ, դիտավորյալ գործած սխալներով։ Մարդ կարող է մեկ անգամ սխալվել, երկու անգամ սխալվել, երեք անգամ սխալվել, փորձի լսել իրենից ավելի խելոք մարդկանց, փորձագետներին, մասնագետներին, վերջի վերջո Արցախյան բանակցությունների մասին տեղեկանալ ոչ թե Ալիևից, այլ Սերժ Սարգսյանից օրինակ, բայց չէ, նա միտումնավոր կերպով 2.5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, նա տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային, ես այն օրը մի բան էլ հիշեցի, թեպետ այդ օրերին հենց արձագանքել էի, բայց այսօր ավելի արյունոտ են հնչում այդ խոսքերը, այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ի իր ուղերձում, Հայոց ցեղասպանության հետ կապված իր ուղերձում, այդպես էլ չէր դատապարտել Թուրքիային։ Եթե խնդրում եմ հիշեք, Նիկոլ Փաշինյանը իր ապրիլի 24-յան ուղերձում որևէ կծու թթու խոսք Թուրքիայի հասցեին չէր ասել, մերժողականությունը չէր դատապարտել, բացառապես օտոմանյան, այսպես ասած,